Օրը բարի է թանկագիներս, հրաշալի օր եմ մաղթում բոլորիդ։ Կարդում եմ առաջի Տիմոթեոս 3 գլուխ 14-15 խոսքերից։ Սա գրում եմ քեզ հուսալով, որ շուտով քեզ մոտ գամ։ Իսկ եթե ուշանամ, որ գիտենաս, թե ինչպես պետք է Աստծո տան մեջ վարվել, որ է կենդանի Աստծո եկեղեցին, սյուն եւ հաստատություն ճշմարտության։ Հալելույա։ Սա Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին, եւ սա մեզ էլ է վերաբերում։ Մենք բոլորս թանկագիներս, ովքեր լսում են հիմնականում, իրանք Տիրոջ տան անդամներն են, հաճախորդներն են, ծառայողներն են։ Այստեղ ասում է, որ մենք պետք է Աստծո տան մեջ իմանանք ինչպես քայլենք, որը ճշմարտության սյուն եւ հաստատությունն է։ Սերնես, այսօր մենք տեսնում ենք աշխարհը ինչքան ապականված է։ Ցավոք սրտի այս նույն բաները մտնում են նաեւ եկեղեցին։ Տիրոջ խոսքում ասում է, երբ որ Տիրոջ տուն ես գնում, զգուշություն արավ ոտքերիդ։ Մենք էլ, երբ որ գալիս ենք, պիտի իրականում փոխվի մեր կյանքը Տիրոջ տան մեջ, իմանանք Տիրոջ տան մեջ եւ ինչպես ապրել, ինչպես վարվել, ինչպես քայլել։ Եվ սա, սիրելիներս, ոչ միայն Տիրոջ տան մեջ, այլ սիրելիներս, ես եւ դու նրա տունն ենք եւ Տիրոջ տունը շարժվում է, քայլում է, ուր էլ որ գնանք, սիրելիներս, մենք Տիրոջ տունն ենք ներկայացնում, կենդանի Աստծո եկեղեցին, որը սյուն եւ հաստատություն է ճշմարտության։ Եկեք լինենք սյուներ, եկեք հաստատուն լինենք եւ ճշմարտության քարոզիչներ լինենք, որը Քրիստոսն է։ Ամեն ու ամեն, լավ օր բոլորիդ։